խոսում է բանակի մարտունակությունը վերականգնելու մասին, թե ինչքան վատ վիճակում է հիմա գտնվում բանակը, թե ինչքան է կրճատվել բանակի բյուջեն, ընդ որում ասեմ, որ ես վերջերս ուսանողների հետ շատ եմ հանդիպում եւ նրանց կողմից անդադ լսում եմ, թե բյուջեն կրճատել եք պաշտպանության նախարարության, սիրելի հայրենակիցներ, չկա նման բան, օրեր առաջ ես գործընկերներիս հետ գնացել եմ եւ ծանոթացել ենք մեր նոր սպառազինություններին, ընդ որում ես ինձ հետ արել եմ նաեւ իմ օգնականին, ով 2020 թվականին ծառայում էր բանակում, հետեւաբար նաեւ մասնակցել է պատերազմին, քանի որ ինքս շատ բան չէի հասկանում զենքերից, իհարկե այնտեղ ներկայացվում էր, բայց նաև ինձ շատ հետաքրքիր էր իր կարծիքը եւ նա մի բան ասեց, որ այդ զինատեսակները ամբողջ ինչ որ մենք տեսել ենք, ասեց, որ դրանցից ոչ ոք ինքը 20 թվականին չի տեսել։ Ու եթե մենք վաղուց լծված լինեինք բանակը վերազինելու գործին, մենք 2020 թվականին լրիվ այլ պատկեր կունենայինք։ Պարոն Աբրահամյան, ով, բայց դուք կամ ձեր նախկին իշխանություններից որևիցե մեկը չի կարող բանակի վերաբերյալ կարծիք հայտնել կամ մարտունակության վերականգնման մասին առավել եւս խոսել։ Մենք վերջին տարիներին ինչքան զենք որ մենք գնել ենք նախորդ տասնամյակներում Սերժ Սարգսյանի իշխանավարության եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին միասին վերցրած այդքան զենք չի գնվել եւ հատկապես այդքան գործ որ արվում է բանակում ու դրանից հետո դուք խոսեք նաեւ հանդիպեք քաղաքացիների երիտասարդների հետ աժամբիոն օգտագործեք խոսեք թե բանակի մարտունակությունը ընկել է թե բյուջեն կրճատում են լիովին դուք ապատեղեկատվություն եք տարածում եւ ուղղակի լավ կլինի որ դուք չխոսեք բանակի մասին որովհետեւ բանակը ինչ վիճակում որ գտնվում է դրա ամբողջ մեղքը գտնվում է ձեր տիրույթում Այստեղ պարոն Թադևոս Ավետիսյանը խոսեց սոցիալական վիճակի վատթարացման հետ կապված, հա նվազագույն աշխատավարձը չեք բարձրացնում, այո, չենք բարձրացնում նվազագույն աշխատավարձը 26 թվականին, բայց մենք ունենք այլ մեխանիզմներ, մենք ունենք հետվճարի համակարգ ենք ներդրել, հա 2026 թվականից բոլոր քաղաքացիների անկանխի գնումների դեպքում 2% իրենց ծախսած գումարից հետվճար կստանանք։ Մենք ատեստավորման համակարգ ենք ներդրել տարբեր բնագավառներում, կոնկրետ ուսուցիչների հետ կապված մեծ արձագանք կա, ամեն տարի ավելի շատանում են եւ ավելի բարձր աշխատավարձ են ստանում մեր ուսուցիչները։ Նաև կենսաթոշակառուների հետ կապված ասեմ, որ 2026 թվականից հետվճարի համակարգը 12%-ի փոխարեն նրանք կստանան 20% հետվճար պլյուս 2%-ը, որը որ բոլորիս է վերաբերվում, նաև դա կգումարվի եւ առավելագույնը 10,000 դրամ ամսական կարող են յետ գումար ստանալ նաև այն ընտանիքները, որոնք երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ամսական ստանում են 50,000 դրամ, նրանք եւս կարող են, այսինքն այդ քեշբեքի համակարգը տարածվում է նաև նրանց վրա եւ նրանք եւս մինչեւ 10,000 դրամ կարող են ամսական ավել գումար ստանալ։ Ինչպես նաև այսօր մենք քննարկեցինք առողջապահության համապարփակ Ես հասկանում եմ, որ իրենց հանրահավաքներում տենց սցենարով, գրված ելույթներով մարդիկ հատուկ հրավիրյալ դուրս են գալիս ու ասում են ինչ պետք է հնչի այդ ամբիոնից, բայց որպես մարդ, որը հեղափոխության օրերին եղել է այդ հանրահավաքների առաջ շարքերում, ես տեսել եմ, որ ով ուզում է, դուրս է գալիս ու խոսում է ինչից ուզում է, որովհետև դա է ժողովրդավարությունը մեծ հաշվով։ Հիմա, եթե գալիս ես ու նման դատարկ բաներից ես խոսում 7 տարի անց, ուրեմն ճիշտ է Տիկին Ղազյանը նկատել, դուք չկա էական այն խնդիրները կամ կան դուք չեք նկատում միգուցե, որտեղ անհնար է որ խնդիրներ չլինեն, որոնց մասին կարելի է խոսել։ Կամ ասում է իշխանազավթ, ես առաջի բանը որ ֆիքսել եմ, դա Աննա Մկրտչյանի այդ արտահայտությունը իշխանազավթ։ Մեկ որ ուզում են երկու Աննա չէ կա ֆրակցիաներից, որ ինչ որ Աննա են ասում, որ ուզում ես իմանաս որ Աննան, ասում են իշխանազավթ, որովհետև այնքան ասել իրանա վերաբերում նաև անունն է էլի կպել։ Իշխանազավթ է ասում մի մարդ մեզ, ով ամենաակտիվ աջակիցն է իշխանությունը բռնի զավթելու գործով կալանավորված մարդկանց։ Սա իշխանությունը բռնի զավթողն ու իշխանազավթը նույն մարդն է։ Եվ հետո, եթե 18 թվականին մենք իշխանազավթ ենք եղել, ապա
միայն ձեր հանրապետականների եւ դաշնակցական ֆրակցիայի տվյալ օրերին падգամավորների ակտիվ աջակցությամբ։ Եթե մենք իշխանազավթենք, դուք մեզ հետ հավասարապես իշխանազավթ եք նշանակումը։ Բանա, կամ գալ ասել դագաղները, վերջը ուզում եմ իմանամ կողմնորոշվեցին, այդ դագաղները մենք ենք դրել, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են դրել, որտեղ այս մի տարի է, տենց ամեն օր եթերներից ասում են դագաղները Ռոբերտ Քոչարյանի շրջապատն է դրել իր ցուցումով։ Կամ բանա, որ ես հիմա հայտարարեմ 1219 հանրապետական մահացել է։ Ասենք չեք կարա, չեք գա, ասեք այդ 1219 հոգին Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչ ես խոսում, որտեղ է մահացել, ինչի է մահացել։ Այ ուղիղ 1219-ով ամեն ելույթի ժամանակ ավելացնում են 44 օրյա պատերազմի ժամանակ զոհված մեր տղաների, ուրեմն թիվը։ Հերիքա գաք ու խաղաք այդ զգայուն թեմաների վրա։ Տիկին Գյուրեղյանը ճիշտ է ինձ անդրադարձավ, բայց այլ դրվագով եմ ուզում անդրադառնամ։ Ասում եմ, մի հրաժարվեք մեր երեխաներին արժանապատիվ երկիր թողնելու հնարավորությունը։ Հետո կողքին դնում է ուրիշ արտահայտություն, ասում է, ուրեմն անհնար է, սուտ է, որ խաղաղություն է լինելու եւ մենք խաղաղ ապրելու ենք Ադրբեջանի հետ։ Այս երկու արժանապատիվ օրինակ ինձ համար երկիրը, դա խաղաղ երկիրն է, դա տնտեսական մեծ հնարավորություններով երկիրն է, առանց թշնամանքի երկիրն է եւ մենք ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաներին նման երկիր թողնենք, միգուցե մեր թոռներին թողնենք նման երկիր, որտեղ կարող են հայերն ու ադրբեջանցիները իրար չսպանել, այլ իրար հետ ապրել ու ունենալ նաեւ տնտեսական շահեր։ Կամ Պարոն Դանիելյանը Գառնիկ ասում է, ինչ զգացողություն եք ունենում, որ ձեր գործընկերներին թույլ եք տալու, որ բանից զրկեն, անձեռնմխելիությունից։ Ասում է, ապրումակցման զգացողություն չունեք, ասենք, այս օրինակ Արտուրը Սարգսյան, բանա, կոնկրետ մեզ եւ քաղաքացիներին սպանելու ուրեմն գործով ներգրաված անձ է, ով ուզում էր ազգային ժողովի նախագահ, վարչապետ, արտգործնախարար մի տեղում բռնեին, միասին սպանեին, որ չնստեին, որտեղ մեկին սպանելու դեպքում կնստեին ցմա, եթե ողջ մնային այդ ձայնագրությունների մեջ, ասում։ Ասենք ապրումակցման զգացողություն չուներ այս մարդը։ Հիմա մենք պետք է ունենանք, որպեսզի անձեռնմխելիությունը զրկելու հնարավորություն չտանք, այսպես ասած։ Բանա Տիկին Վարդանյանին էլի շարունակում է անհանգստացնել օրինակ ազգային ժողովի նախագահի պահպանության թեման։ Այս թեման անընդհատ խոսվել է այս ընթացքում, որովհետև լավ պահպանություն ունենալու դեպքում դժվար է իրականացնել սպանություն։ Եվ անընդհատ վարչապետը որքան անվտանգություն ունի, ազգային ժողովի նախագահը որքան անվտանգություն ունի, քանի մեքենա է շրջում, սա էս մարդկանց կոնկրետ անհանգստացնում է, որովհետև